1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվեց նաև Մինաս Ավետիսյանի ծննդավայրում, Ջաջուրում գտնվող տուն-թանգարանը։ Տարիներ անց փրկված երկու որմնանկարները տեղափոխվեցին Երևան։ Վերակառուցումից հետո 2003 թվականին թանգարանը վերաբացվեց, ներառելով նաև Մինասի երևանյան հավաքածուն։ Մեծանուն նկարչի ծննդավայրն օրերս մարդաշատ էր։ Երևանից Ջաջուր բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ էին եկել։ Մինաս Ավետիսյանի հիմնանորոգված թանգարանը վերաբացվեց արդեն որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ 15 տարի նկարչի հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները զարդարել են կառավարության առաջին շենքի երկրորդ հարկի նիստերի դահլիճը։ Գործադիրի 2025 թվականի որոշմամբ Մինասի այս երկու արժեքավոր գործերը վերադարձվեցին թանգարանին։ Կարծում եմ դա շատ ճիշտ եւ տեղին որոշում է կառավարության կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ կառավարությանը նման որոշում որ կայացվեց։ Եվ այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Վարպետի որդին նշում է, որ նկարներն ամրակայման կարիք ունեն, բայց կարևորն այն է, որ դրանք արդեն տանն են, իսկ վերականգնումը ժամանակի հարց է։ Մենք մասնատեցինք, չէ՞։ Կան որոշակի կորուստներ։ Շատ չնչին, բայց կան, այնուամենայնիվ։ Եվ հիմա մենք մասնակի վերականգնել ենք։ Հետագայում հույս ունեմ, որտեղ դա առանձին ֆինանսավորման խնդիր է, հնարավորության դեպքում, առաջի իսկ հնարավորության դեպքում այդ գործընթացներ կկազմակերպենք։ Թանգարանը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին, այն արդիականացվել է, տեղադրվել է օդափոխության եւ ջերմախոնավային համակարգ։ Կարևոր նախադեպ է եւ պահպանության առումով, եւ հանրահռչակման առումով, եւ ամենակարևորը հենց խորհրդանշորեն։ Այս որմնանկարների տունը տեղը հենց այստեղ է, մեր թանգարանում։ Ես սա խորհրդանշորեն կոչվում է Մինաս Ավետիսյանի տուն, ճիշտ է տունն այստեղ չէ, տունը մի փոքր հեռու է այստեղից, բայց այնտեղ որտեղ արվեստագետի նկարներն են, այնտեղ արվեստագետի հոգին է եւ փաստորեն տուն է։ Հակոբյանի խոսքով տարիներ շարունակ ցուցադրվել են Մինասի որմնանկարների վերատպությունները։ Այսօր արդեն թանգարանում մի քանի տասնյակ բնօրինակ կա, որոնք լավագույնս ներկայացնում են մեծ նկարչի արվեստը։ Մինաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է։ Մի քանի ցուցանմուշ գտնվում է մեր գլխավոր մասնաշենքում, Հանրապետության հրապարակում, ազգային պատկերասրահի ցուցասրահներում եւ ասեմ բավականին բարդ որոշում էր, որովհետեւ մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը եւ մենք որոշում կայացրեցինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը։ Համոզված է, պատկերասրահի Ջաջուրի մասնաճյուղի վերաբացումը կնպաստի Շիրակի մարզում տուրիզմի զարգացմանը, այս հասցեում պատրաստ են ջերմ ընդունել տեղացիներին ու մեր երկրի հյուրերին։ Յուրա Վահանյան, լուրեր։